Սալիբյանների ընտանիքը 20 օր առաջ է եկել հայրենիք։ Միակ նպատակը երկրորդ տղային հայրենիքում ապահով լույսաշխարհ բերելն էր։ Երեխային անվանակոչել են Քրիստ։ Մայրը հստակեցնում է ոչ թե Քրիստափոր անունից, այլ Քրիստոսի։ Երեխան պատերազմական իրավիճակից հրաշքով է փրկվել։ Գտնվել է հսկողության տակ մոտ 3 ժամ մինչև ծննդաբերություն։ Ծննդաբերել է նորմալ, բնական ճանապարհով, առողջ բալիկ է ունեցել, տղա, քաշը 3.350, բոյը 53 սանտիմետր։ Նորածին Քրիստին այսօր նվերներով այցելել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Խոստանում է, որ կարվի հնարավորն այս ընտանիքին օգնելու համար։ Եվ նա մեր առաջի ամենափոքրիկ Հայաստանի քաղաքացին է, որովհետև այստեղ է ծնվել։ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծննդաբերությունը նորմալ է ընթացել, որևէ բարդություն չի եղել։ Իրենք ինձ թիմացան մի քիչ, էլի ես շատ չղային էի երևի։ Արտերկրում ապրող ու հայրենիքում ծննդաբերող հայուհիների եւ օտարերկրացիների այստեղ շատ են ընդունում։ Արևմտահայերենին սովոր են, բացի այդ մայրությունն առանց բառերի էլ հասկանալի է։ Չեմ կարծում, որ այդպիսի լուրջ խնդիրներ կան, բնությունն է վերջին հաշվով այդ ամեն ինչը կարգավորողը, բժիշկը ընդամենը աջակցում է կնոջը։ Փորձում ենք շփվել իր լեզվով, իր ձևով հասկացնել, իր բառերով հասկացնել, թե ինչ պետք է անի, ոնց պետք է անի, որ շուտ ազատվի։ Հասկանում էի գրեթե, չէ՞։ Հասկանում էի։ Փոքրիկ Քրիստին տանիքն ապրում է Երևանում ազգականների մոտ։ Նրա ծնողները դեռ չեն որոշել կմնան հայրենիքում, թե կվերադառնան Սիրիա, բայց ծննդկան կնոջ մաղթանքն աշխարհի բոլոր մանկիկներին մեկն է՝ խաղաղություն։ Օֆելիա Կամավոսյան, Արտուր Հունանյան, ժամը լրատվական։